Արմենակ Ուրֆանյան, 2016 թվական, ապրիլ։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ մղեց հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով կապիտան Ուրֆանյանը շարունակում է մարտը, այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով հրամանատարը պայտեցնում է իրեն, միաժամանակ թշնամուն հասցնելով զգալի մարդկային կորուստներ։ Անձնակազմից 3 հոգուն հաջողվում է հետ քաշվել ու սպասել թիկունքից եկող խմբին։ Մյուսները շարունակում են մարտը առանց նահանջի։ Մարտում զոհվում է նաև գնդացրորդ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը և Անդրանիկ Զորաբյանը շարունակում են մարտը։ Այդ ընթացքում արդեն երկուսն էլ վիրավոր էին։ Զորաբյանն այրունահոսությունից մահանում է։ Ռոբերտը կռիվը շարունակում է միայնակ, կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ։ Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն, նա վերջին անգամ կապի է դուրս գալիս և հայտնում. վերջին նռնակն է իր մոտ, պատրաստ սպասում է, իր հետ միասին հակառակորդին պայտեցնելու է, չի հանձնվի։ Նա այդպես էլ վարվում է։